Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Պարոն վարչապետ, այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին ունեցանք զինծառայողների մահվան դեպքեր։ Պարոն վարչապետ, որտեղ եք տեսնում համակարգային բացերը եւ ինչն է ձախողում խաղաղ պայմաններում ծառայության կազմակերպման ընթացքում։ Ինչ կոնկրետ քայլեր են նախատեսվում ձեռնարկել եւ արդյոք հնարավոր է, եթե անվտանգության նկատառումները թույլ տան, դիրքերում, զորամասերում տեսահսկման լայնածավալ սարքեր կամ համակարգեր տեղադրվեն, հատկապես բռնության կամ ինքնասպանության դրդման դեպքերը կանխելու, վախվելուն կանխելու նպատակով։ Եվ երկրորդ հարցը, պարոն վարչապետ, վերջին օրերին ակտիվ շփումներ ենք տեսնում, ազգային ժողովի նախագահը Ստամբուլ այցելեց, փոխարտգործնախարարը եղավ Անտալիայում, մասնակցեց դիվանագիտական ֆորումին, հանդիպումներ եղան թե թուրք, թե ադրբեջանցի գործընկերների հետ, եւ այս ֆոնին կարող եք հստակ ասել ներողություն, հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցման մասով իրականում ինչ փուլում ենք եւ կա կոնկրետ ժամկետ կամ քաղաքական պայմանավորվածություն, թե գործընթացը դեռ կախված է լրացուցիչ նախապայմաններից։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանյան եւ ադրբեջանցի եւ թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության այդ ընդհանուր ընկալման մեջ։ Ինչ վերաբերում է process-ներին, նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ, եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, եւ ուզում եմ ասել, որ օրինակ այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ որ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, թուրքական ավիաուղիները կարող են Երևան թռիչքներ իրականացնել, մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայան թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից, եւ process-ը գնում է եւ ինձ համար հարցը այն չի, այդ տեղի կունենա ձեր ասածները, ասենք Թուրքիայի հետ սահմանի բացումը եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումի հարցը նա թե երբ դա տեղի կունենա, մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավոր է շուտ տեղի կունենա։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ սկսած մանկապարտեզից։ Ես մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետեւ ինձ համար, երբ որ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։ Իմիջայլոց ասեմ ձեզ նաև, ես իհարկե պատճառահետևանքային կապերը չեմ տեսել հիմա, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսա, որովհետև ճիշտն ասած շատ ուղիղ այդ թեմայով, իմիջայլոց ասեմ ձեզ, ես անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել եւ տեսնել, թե արդյոք կան ինչ-որ կրկնվող հատկանիշներ, ինչ-որ մի բան, պատկերացրեք գաղափարը ինչի մեջ է, ենթադրենք X թվով ինքնասպանություն, կա ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է,
ասենք օրինակ, չգիտեմ, ինչ օրինակ բերեմ, ուզում եմ ուղղակի միտքը հասկանալի լինի։ Ինչ որ ընդհանրություններ, սկսած ընտանեկան վիճակից, ամենատար ինչը կա, մանավանդ արհեստական, եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ ներբեռնենք չէ, արտաբեռնենք։ Ներբեռները, հա? Վերբեռնենք։ Արհեստական բանականությունը կարող է ասի նրանք տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները, ինչ որ մի ընդհանրություն, եւ այդ դեպքում գուցե մենք հասցեակնենք, որովհետեւ դեպքեր կա, որ իրոք չէ, վերջին դեպքը ինչքան ինձ զեկուցել են, ես չգիտեի որ, այսինքն հիմա ինչքան որ զեկուցել են, գրել է որ զորամասում խնդիր չկա եւ այլն, 2 օր առաջ թույլտվություն ա վերցրել եւ գնացել այցելել հարազատի գերեզմանի, որը ըստ մեր տվյալների նույնպես ինքնասպանություն ա գործել եւ եկել ա նամակ ա գրել ու այդ արարքը թույլ ա տվել։ Պետք է հասկանալ դա պրոբլեմ, բայց մեկը ես կարծում եմ որ հոգեբանական դիմակայունության հետ իմիջայլոց դպրոցների հետ կապված այս քննարկումը որ կա, ես գուցե հրապարակային եմ խոսել դրա մասին, ասել եմ, որ մենք դպրոցի գործառույթը իրականացնելիս երբեմն հաշվի չենք առնում, որ 15, 20, 30, 40 հոգանոց դպրոցում այդ թվում հոգեբանական դիմակայունություն ստեղծել հնարավոր չի լինի, որովհետև մենք երեխային պահում ենք 10 տարի 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրան բաց ենք թողում 7 միլիարդ կամ կարող է 8 միլիարդ չեմ ստուգե վերջին անգամ ինչքան է բնակչությունը երկիր մոլորակ աշխարհ ապրելու դպրոցը պետք է նաև շփման միջավայր տարբեր իրադրություններ պետք է լինեն հազար ներողություն կոնֆլիկտային իրավիճակներ պետք է լինեն տհաճ իրավիճակ որ անհատականությունը հղկվի բա մենք այդ նեղ կղզիացած երեխեքին պահում ենք այդտեղ հետո ուզում ենք հետո վախ ենք ստեղծում իրանց մեջ նաև այդ մեծ աշխարհ դուրս գալու եւ այս բոլորը պետք է հաշվի առնենք եւ ինչը լավ հնարավոր է տեսահասկվում է այդ գործողությունը գիտեք վարքյաններ է տևում դեպքեր ենք ունեցել որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել Ես վերջերս ես հիշում եմ, որ ինձ բանում այդ բանի զենքի պահման բանում, զենքը որ տանում հանձնում են, չէ, այդ հանձնելու պրոցեսում հենց տեսախցիկի եւ ուրիշների աչքի առաջ ինքնասպանություն էր գործել։ Նկատի ունեմ մենք անդադ գնում ենք տեխնիկական լուծումների, որը իհարկե կարևոր է։ Չէ, Չդես դեպք հետ եմ ասում, վերջին դեպքը չի եղել ոչ մի բան։ Այս դեպքում չի եղել ոչ մի բան։ Չի եղել ոչ մի բան։ Նամակ է գրել զինվորը եւ մանրամասն գրել է եւ գրել է, որ զորամասում խնդիր չունի եւ այլն ներողություն եմ խնդրում դա բացահայտելու համար ծնողներից հարազատներից ներողություն ա խնդրել ու այդ արարքը գործել է։